Այսօր բոլորի կողմից սիրված եւ ճանաչված երգչուհի Տաթև Ասատրյանի թվով առաջին մենահամերգն է։ Երգչուհին դեռ ամիսներ առաջ հայտարարել էր իր մենահամերգի մասին, սակայն այդ տոմսերը այնքան արագորեն սպառվեցին, որ Տաթև Ասատրյանն իրեն թույլ տվեց միանգամից երկրորդ մենահամերգի մասին խոսել, սակայն երկրորդ մենահամերգի տոմսերը եւս արագորեն սպառվեցին։ Երգչուհին հանդես եկավ հրապարակումով նշելով, որ նորություն ունի իր երկրպագուների համար, նա հայտնեց երրորդ մենահամերգի մասին, դե իսկ երրորդ մենահամերգի դեպքում պատմությունը եւս նույնն էր։ Արագորեն սպառվեցին այս տոմսերը, Տաթև Ասատրյանը հայտնեց նաև թվով 4-րդ մենահամերգի մասին, ինչպես երգչուհին է նշում, 4-րդ եւ վերջին մենահամերգը այս տարում։ Այսօր արդեն Տաթև Ասատրյանի առաջին մենահամերգն է։ Համացանցում հայտնվել են մի քանի կադրեր, որտեղ սիրված երգչուհին լեփ-լեցուն դահլիճով երգում է եւ հանդիսատեսը վայելում է նրա հիասքանչ կատարումները։ Համացանցում հայտնված կադրերից մեկում Տաթև Ասատրյանին է միանում երգիչ Թաթա Սիմոնյանը։ Գաղտնիք չէ, որ նրանք ընդամենը 2 օր առաջ հանդիսատեսի դատին ներկայացրին իրենց նոր համատեղ աշխատանքը։ Սա եւս կարճ ժամանակահատվածում սիրվեց հանրության կողմից։ Թաթա Սիմոնյանը բեմ է գալիս եւ ծաղիկներ է նվիրում երգչուհուն։ Տաթևը հուզվում է, քանի որ մինչ այդ նշում էր, որ իր համար մեծ պատիվ է Թաթա Սիմոնյանի հետ համագործակցելը, ինչպես նաեւ մեկ բեմում հանդես գալը։ Տաթև Ասատրյանը նշում է, որ այդ երգիչը իր մանկությունն է, իր նոր տարին, իր Երևանը, իր վերջին զանգը։ Դե իսկ հուզիչ կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հավելենք նաև, որ հետագա կադրերը համերգային ծրագրից եւս խոստանում ենք ներկայացնել մեր հետևորդներին։ Արի մոտես։ Հի։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե նշտեղը որտեղա ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, մենք գրինում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար